Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած մայրաթորը, եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե իզորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ ու կընկնեմ մայր տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած սուրբաթորից։ Սա Գևորգ 5-րդ Սուրենյանցի վճռական կոչն է Սարդարապատի ճակատամարտի բախտորոշ օրերին Արամ Մանուկյանին ու Երևանի պարետ Արշավիր Շահխաթունուն, որոնք պահանջում էին ապահովությունից ելնելով թողնել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ պատասպարվել Սևանում։ Գևորգ 5-րդ կաթողիկոսը ոչ միայն մնում է, այլև իր քաջարի կեցվածքով հաղթության առաջնորդում հայ զինվորականներին ու ժողովրդին։ Երբ հայոց կաթողիկոսը կտրականապես մերժում է այդ առաջարկը եւ ընդհակառակը ոգեշնչող մի խոսք է ասում, որը անմիջապես գրի է առնվում, Մայրաթորի տպարանում բազմացվում եւ հասցվում մարտադաշտ։ Եվ այս ամենով հանդերձ հայոց կաթողիկոսը դառնում է այն ոգին, այն զորությունը աստվածային, որ կասեցնում է մեր ազգի վախճանը, վերջնական կորուստը։ Գևորգ 5-րդ ամենայն հայոց կաթողիկոսի հրամանով մեկ շաբաթ շարունակ օր ու գիշեր հնչում են հայոց եկեղեցիների զանգերը։ Անհրաժեշտ էր ոտքի հանել ժողովրդին։ Ոչնչացման խնդիրը հերթական անգամ բախում էր հայ ժողովրդի դուռը։ Սարդարապատի հերոսամարտին հայ ժողովրդի համար օրհասական այդ օրերին զինվորների, ինչպես նաև բազմաթիվ գյուղացիների ու մտավորականների կողքին խաչի փոխարեն զենքը ձեռքին մարտնչում էին նաև հոգևորականները։ Գևորգ 5-րդ կաթողիկոսի օրհնությամբ ռազմաճակատի առաջին գծում մայրաթորի միաբանները նրանց քաջալերում եւ օրինակ էին ծառայում։ Հայոց հայրապետը հրահանգ է տալիս, որ եկեղեցականները նույնպես արդեն իսկ շատեր գտնվում էին ռազմադաշտում, եկեղեցականները հատուկ ընտրված շրջեն բնակչության մեջ, շրջեն զորականների մեջ եւ գոտեպնդեն ոգեշնչեն եւ այդ եկեղեցականներից պետք է հիշել Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցին, Զավեն եպիսկոպոս Մահտեսի Բաբայանին, ովքեր ձի հեծած շրջում էին եւ նույնիսկ Գարեգին Հովսեփյանցը դարձել էր մահապարտների գնդի հոգևոր առաջնորդը։ Փորձելով թոթափել պատերազմական տարիների հետևանքները Գևորգ 5-րդ կաթողիկոսը 1918 թվականին մեծագույն ջանքեր է ներդնում հայ եկեղեցու կառուցողական գործունեության մեջ, սակայն Հայաստանի խորհրդայնացումից հետո վրա է հասնում մի նոր փորձություն։ Բոլշևիկները սկսում են համատարած բռնություններ կիրառել եկեղեցու եւ հոգևորականության նկատմամբ։ Տեսնելով թե ինչպես փլվում էին հայոց եկեղեցիները, տեսնելով թե ինչպես աքսորվում ու գնդակահարվում էին իր հոգևոր սպասավորները, Գևորգ կաթողիկոսը երես չէր դարձնում Հայաստանի խորհրդային հանրապետությունից։ Կոչ էր հնչեցնում ինչպես հայաստանաբնակներին, ներքին սփյուռքին, այնպես էլ արտաքին սփյուռքին, որ ամեն կերպ աջակից լինեն խորհրդային Հայաստանի շինության գործին։ Նա հավատարիմ էր մնում հայրապետի իր կոչմանը եւ հակառակ այն հալածանքներին, հակառակ այն անարդարություններին, որ այդ օրերին տիրում էր խորհրդային Հայաստանում եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի շուրջ բոլոր, նա կարողանում էր իրեն առաքելությունը իրականացնել եւ նպաստ բերել ոչ միայն եկեղեցու պահպանման գործին, այլև պետության շինության գործին։ Անգնահատելի է հայ հոգևորականների դերը մայիսյան հերոսամարտերի ժամանակ։ Մայրաթորի միաբանությունն այդ տարիներին աչքի էր ընկնում ինչպես իր գիտական կարող ուժերով, այնպես էլ հասարակական գործունեության ջիղով ու ազատատենչ ոգով։ Հավատով ու ազատության ոգով էլ հայ եկեղեցին առաջնորդեց ժողովրդին դեպի կենաց մահու ճակատամարտ, դեպի հաղթանակ։ Մարի Խաչատրյան, Տիգրան Մինասյան, Եկեղեցական կյանք։